Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն։ Ես տարակուսած եմ անկեղծ ասած, թե ինչու է աղմկում դաշնակցությունը Գյումրու թիմ ընտրությունների հետ կապված։ Ես կարծում եմ, որ դաշնակցության կուսակցությունը չի առաջադրվել Գյումրիում, ինչքան ես եմ տեղյակ։ Չէ, փաստորեն այնինչ մենք բազմիցս շեշտել ենք, դաշնակցությունը իր այսպես աղմկոտ պահվածքով ապացուցում է։ Այն, որ այստեղ Գյումրիում տեղ է ունենում հստակ այն քաղաքական ուժերի վերարտադրության փորձ, որոնք նստած են ազգային ժողովում։ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժ, Սերժ Սարգսյանի քաղաքական ուժ։ Եվ ինչու են աղմկում նրանք։ Երևի թե տեսել են հարցումները կամ տեսել են Գյումրու իրական քաղաքացիների ձայնի պատկերը։ Որն է պատկերը մի փոքր նկարագրեմ։ Գյումրեցիները իրականում բոլորին շատ լավ գիտեն, իրար մեջ շատ լավ գիտեն, ով է, ում մարդն է, ով մեջքի հետևում, ով է կանգնած, բայց ես մի փոքր բացեմ այլ խաղաքարտեր։ Հարցումներով Սարիկ Մինասյանը առաջատար է քաղաքացիական պայմանագրի թեկնածուն։ Հաջորդ տեղում մի օլիգարխիկ տար է Վարդան Ղուկասյան անվանումով, հաջորդ տեղում Մարտուն Գրիգորյանն է, որը պատիվ ունեմ դաշինքից է, հանդես գալիս падգամավոր եւ այժմ նաեւ թեկնածու։ Հաջորդ տեղում Լևոն Բարսեղյանը Եվրոդաշինքից, հետո Կարեն Սիմոնյանը, որը Քոչարյան դաշինքից դուրս եկած Անջանիկ Թևանյանի կուսակցությունից է, եւ հանդես է գալիս Քոչարյանի իշխանության ջատագով որպես։ Հաջորդ տեղում Ռուբեն Մխիթարյանն է, որը հայտնի մեր Փեսամիշիկի մտերիմ ընկերն է եւ նույնպես հանրապետական թևին է հարում։ Ինչ ենք տեսնում այս պատկերում։ Երկու թեկնածու ունի Հայաստան դաշինքը, այսպես ասած Հայաստան դաշինքը իդեմս Ռոբերտ Քոչարյանի, որտեղ Վարդան Ղուկասյանը մեծ ջատակով է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների, երկրորդ թեկնածուն Կարեն Սիմոնյանն է, երկու թեկնածու էլ ունի Սերժ Սարգսյանը, իդեմս Մարտուն Գրիգորյանի եւ Ռուբեն Մխիթարյանի։ Սիրելի հայրենակիցներ, տոկոսային հարաբերակցությունը շատ շեշտեցի, որտեղ այս օրերին թեժ քարոզարշավի ընթացքում փոփոխական են այդ տոկոսները, բայց ակնհայտորեն տեսնում ենք, որ հաջորդ քաղաքական ուժը, որը ունի քաղաքացիական պայմանագրից էապես 20%-ի չափով ավելի քիչ ձայներ, դա Վարդան Ղուկասյանի, այսինքն Ռոբերտ Քոչարյանի դրածոյի ձայներն են, իսկ մնացած քաղաքական ուժերը ընտրություններից հետո առնվազն չեն հերքել, իսկ մնացած քաղաքական ուժերի նկատի ունեմ այն 4 քաղաքական ուժը հանրապետականի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժի ներկայացուցիչները չեն հերքել, որ միանելու են Վարդան Ղուկասյանին։ Ինչ առակասկծության է այս երկար տեքստով։ Սիրելի գյումրեցիներ, դուք գնալու եք ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տալով այս 4 քաղաքական ուժից որևիցե մեկին ընտրելու եք Վարդան Ղուկասյանին քաղաքապետ։ Կոչ եմ անում մարտի 30-ին գնալ ընտրատեղամասեր, վերցնել քվեաթերթիկ համար 1-ը եւ ձայնը տալ Սարիկ Մինասյանին քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը։ Շնորհակալություն։